Վարձնակություններում թեմպո օգող հայորդիները ընթարաչելով Լիբանանահայ քաղաքական 3 կուսակցություններում միացյալ գոչին, փակեցին իրենց վաճառադուներն ու հաստատությունները եւ հետ միջօրեի ժամը 3:30-ը սկսյալ համախմբվեցան Բուրչամուդի քաղաքապետարանի դաշտ Ուրգե Ջամփայելան դեպի Հապտուր Բանթոկ։ Բանթոկին շրջագայքը գտնվեր ապահովական արդագարգ հսկողության տակ, ուր Լիբանանի եւ Բանթոկի ապահովական ուժերը զետեղած էին անցարկելներ, արգելելով ցուցարարներուն մոդենալ Բանթոկին։ Լիբանանահայությունը բազմիցս ցույց էր կատարած է Լիբանանի մեջ, սակայն առաջին անգամն էր, որ կհանդիպեր ապահովական նման խիստ միջոցառումներով։ Լիբանանի պետությունը, մեր պետությունը շատ լավ գիտե, թե մենք ինչքան քաղաքագիր ձևերով ցույցեր կկազմակերպենք։ Այսօրվա պատահածը աննախընթաց է։ Ես պարզապես պիտի Հայաստանի նախագահին, որ զինք ճանցած ենք Արցախի ազատամարտիկ, եւ եթե գուզե ըլլալ Հայաստանի ամենան հայոց հայության նախագահը, թող բادرի այս համաձայնագրերը եւ չստորագրե զանում։ Այլապես դժբախտաբար պիտի չկարողանանք հիշել նաեւ, որ ինքը ազատամարտիկ եղած է։ Բազմահազար հայորդիներ իրենց գանչերով, արձակած լոզունգներով եւ փարսացուցած բաստարներով եւ երակույն տրոշներով մերժեցին պրոտոկոլները եւ հաստատեցին, որ դեռն են հայտադին ու պիտի հետապնդեն զայն մինչեւ արդար հատուցում հայության բոլոր իրավունքներուն։ Երբ որ Ղարաբաղի հարցը եղավ եւ Սփյուռքի բոլոր կողմերեն կացին Ղարաբաղ մեր դղակը անխդիր զոհվեցան մեր հողերը փրկելու մեր պատմության դեր կանգնելու համար։ Այնադին չմտածեցին մեզի իսել, որ դուք Հայաստանի հետ կապ չունիք։ Այսօր ագարձեմ մեր գարկն է մեր գարցիկը առնելու որպես Հայաստանի դեր ու դիրական։ Մեկը ոչս է, որով ժողովրդի որոշում է, իր որոշումը չէ։ 95 տարվա պատմություն ունենք մենք։ Մեկ վարգամը չի գնա գործընծնել ինքը։ Ընդունելի չէ, չենք ընդունիր, մեր հողերը, մեր եկեղեցիները, մեր բաբերուն արինը, ուր է, հայու արին չունի անվոր գստորակրի ասամացայնակիրը։ Երեգոյան ժամը 6:20 մնացած նախագահ Սերժ Սարգսյանի շքախումբը անցայն ժամանեց Հապտուր Բանթոկ եւ մուտք գործեց կողմնագիթերնեն, խուսափելով ընդվզած բազմահազար հայորդիներու հետ թեմ հանդիման գտնվել են։ Այս ձանր մթնոլորտի մեջ Սերժ Սարգսյան նախքան միջինարևելյան քաղուտներու ներկայացուցիչներուն հետ իր տեսակցությունը գլուխ գլխի հանդիպում ունեցավ նորին Սուրբ Օծություն դերդեր Արամարաչին Գաթողիկոսին հետ, որ չմասնակցեցավ հանդիպումին եւ Բանթոկեն դուրս գալով իր հայրական պատկամով հորդորեց ցուցարար հայորդիները։ Արամ Գաթողիկոսը սա որ 20-րդ դարու առաջին ցեղասպանությունը անբադիժ պետք է չմնա եւ հույս հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահը կառավարությունն ու ժողովուրդը միևնույն հավատարմությամբ եւ միևնույն պատասխանատվությամբ կհետապնդեն մեր ժողովրդին արդար թադը, որ խորքի մեջ յուրաքանչյուր հայու թադն է։ Ես որպես գիլիգյո դեհապար հայրաբետ այսօր բահաբանը, պաշտպանը ու բահանջադերն եմ մեր ժողովրդի արդար իրավունքներուն։ Պիտի չմոռնանք, պիտի բահանջենք ամեն տեղ բոլոր պայմաններու մեջ միական կերպով մեր ժողովրդի միասնականությունը հրամայական անհրաժեշտություն է։ Ամեն տեղ մեր քաղաքներն ներս նահատակներուն հայերժական պատկամը միական եղեք, բահանջադեր եղեք, հոս, Հայաստան եւ ամեն տեղ ապրիկ, հազար ապրիկ։ Երեգոյան ժամը 8:40, երբ հանդիպումը կշարունակվեր Հապտուր Բանթոկի Emirates Hall-ի մեջ, Հոյցա Լիբանանի Գետրոնական կոմիտեի անդամ Ավետիս Գիդանյան դուրս եկավ սրահեն եւ հայորդիներեն խնդրեց վերջ տալ ցույցին։ Հայրենագիտներ, ձեր այս ներկայությունը մերսի բոլոր մեր ընկերներու եւ ներկայացուցիչներու արտահայտության ուժ ներշնչեցին եւ այս ներսի արտահայտությունները ձեր փողոքի քաղաքավար արտահայտությունն է ներսը, այս փողոքը ինքնին նախագահը դադամսիտ պետք է դա հաստորակվել են առաջ, հետևաբար շնորհակալություն ձեզ մեր յուրաքանչյուրին։ Նշենք, որ ցույցին ընթացքին ապահովական ուժերուն եւ ցուցարարներու միջև դեղ ունեցան փախումներ, արձանագրվեցան քանի վիրավորներ։ Լիբանանահայության փողոքի այս պատմական հավաքը ավարտեցավ երեգոյան շուրջ ժամը 8:30 ցուցարարներու կողմեն երգված ազգային հայրենասիրական երգերով։
Հայաստանի նախագահը ինչ փոխանցեց միջին արևելյան քաուտներուն ներկայացուցչական բادվիրագություններուն, ինչպիսի բացատրություններ, բաժարապանություններ եւ ներկաները համոզելու համար ինչ դրամապանություններ կործածվեցավ նախագահ Սերժ Սարգսյանին կողմէ։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան Հապտուր բանտոգի տահլիճները մեկում մեջ միջին արևելյան հայաշատ քաուտներեն ժամանած բادվիրագություններուն դիմաց իր խոսքը արդասանեց դիվանագիտական հadoop պարամետրերով ուր թիմացինը համոզելու եւ գեցվածքներու վերաբերյալ արդարացուցիչ պատճառներ ներկայացնելու ջիկը ակնհայտ եղավ։ Նախագահ Սարգսյան հայտարարեց, որ իր նախորդ այցելություններ տարբեր քաղաքներ լսած է սուր քննադատություններ, ինչպես նաեւ թիդողություններ եւ նշումներ հայ եւ թուրք հարաբերություններու երկու պրոտոկոլներուն վերաբերյալ եւ ասա, որ Բեյրութ եկած է քննարկումներ կատարելու համար միջին արևելյան քաղաքներու ներկայացուցիչներուն հետ։ Հայաստանի նախագահը առաջին հերթին շեշտեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններուն քննարկումը կարևոր է, որովհետև երկու պետություններուն եւ հասարակություններուն միջև ճշտամանքը արդյունք է ցեղասպանության։ Սարգսյանն նշեց, որ Հայաստանի եւ Թուրքիո միջև այս անբնական վիճակը ոչ Հայաստանի եւ ոչ էլ Թուրքիո նպաստավոր է եւ նկատել տվավ, որ դիվանագիտական հարաբերություններու հաստատումն ու սահմաններու բացումը հնարավորություն կընձեռ է ստեղծելու քիչ թե շատ տանելի միջավայրը երկխոսություն եւ բանակցություններ կատարելու համար։ Սերժ Սարգսյանը ասա, որ կան մտահոգություններ եւ ինքն ալ անձնապես ունի մտահոգություններ։ Անսակայն հարց տվավ, որ այս մտահոգությունները կարելի է որ խոչընդոտեն հարաբերություններու հաստատումը։ Հայաստանի անկախության եւ Լեռնային Ղարաբաղի ազատագրության բարականերուն մտահոգություններու գոյությունը շեշտելով Սերժ Սարգսյանն նկատել տվավ, որ երկու բարականերուն ալ հագարակ մտահոգություններուն վստահությունն ու հավատքը սեփական ուժերու նկատմամբ տվավ իր արդյունքները։ Հայաստանի նախագահը հայտարարեց, որ ցեղասպանության ճանաչումը ոչ միայն արտարության վերականգնման խնդիր է, այլև կարևոր հանգամանք Հայաստանի եւ հայության ապահովության տեսանկյունեն։ Վերջապես Հայաստանի նախագահը ասա, որ Լեռնային Ղարաբաղի տագնապին լուծումը եւ հայ եւ թուրք հարաբերություններուն ղեկավարումը իրարու հետ կապ չունին եւ շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի տագնապը կլուծվի միայն այն ժամանակ, երբ կունենանք այն, ինչի համար մեր ժողովուրդը պայքարելու սկսած է 1988-ին ի վեր։ Նախագահ Սարգսյանի խոսքեն ետք ընթացք արավ տրմփակ հանդիպումը, որուն ընթացքին խոսք առնողներուն շարքին եղան Հոյտա-Լիբանանի գետնական կոմիտեի ներկայացուցիչ Հովիկ Մխիթարյան եւ հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ երեսփոխան Հակոբ Բակրադունի։ Հագասական դեղեցությունները յետ Սերժ Սարգսյան ի վերջո ժամանեց Ռաֆի Հարիրի օտագայան, ուր թիմավորվեցավ փողոքի ցույցերով։ Հայրավոր երդասարտուիներ օտագայանի մեջ իսկ Հայաստանի նախագահային փոխանցեցին, թե գմերժեն հայ եւ թուրք հարաբերություններու հաստատման պրոտոկոլները։ Հայաստանի նախագահը թիմավորելու կացած երդասարտները եւ երդասարտուիները գարջ բաղմը փախում ունեցան ոստիգան ուժերու հետ, որոնք կփորձեին զսպել եւ հսկողության տակ բայել ցուցարարները։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան այսօր այցելեց Անտիլիացի Մայրավանք, ուր դեսակցություն ունեցավ նորին սուրբոզություն դերդեր Արամ Արաչին Գաթողիկոսին հետ։ Արամ Արաչին Գաթողիկոս թիմավորեց Հայաստանի նախագահը, որուն կընկերանար բազմանդամ պատվիրակությունը։ Իրենց հանդիպումին ընթացքին վեհապար հայրավետը ողջունեց սփյուռքը տեղյակ պահելու եւ լսելու նախագահային նախաձեռնությունը։ Արամ Գաթողիկոս նախագահ Սարգսյանի հիշեցուց, թե մեր ժողովուրդը երբեք պիտի չընդունի ցեղասպանության ճանաչման եւ հադուցման վերաբերյալ ովևէ զիջում։ Արամ Գաթողիկոս շեշտեց, որ ինք որպես մեծիդան ընկերիկյո կահագալ կմնա պաշտպանը եւ վահանջատերը ցեղասպանության 1.5 միլիոն նահատակներուն սրբազան գդագին։ Վեհապար հայրապետը կենսական համարեց, որ Հայաստան շարունակ է հիշեցնել Թուրքիո եւ միջազգային համայնքին, թե ցեղասպանության ճանաչումը առաջնահերթ կարեւորություն կներկայացնի ամբողջ հայության համար եւ թե հիշյալ հարցը իբրև պատմական իրողություն բանակցության նյութ չի կրնար դառնալ։ Իր ղարքին նախագահ Սարգսյան վստահեցուց, թե ցեղասպանության ճանաչման հարցը համազգային հիմնահարց է եւ հետեւաբար ինքը կհասկանա մեր ժողովրդին զավակներուն ցուցաբերած ծայրակույն աստիճանի զգայունությունը եւ նույնիսկ երբեմն ընդվզումը։ Անվերահաստատեց իր հանձնառությունը, թե Հայաստանի պետությունը պիտի շարունակի հետապնդել ցեղասպանության ճանաչումը կարելի բոլոր միջոցներով։